Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Զանգեզուրի միջանցք բնութագրվող Թրամփի ուղին համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Նա նշել է, թե դրանով սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրք Մեջլիսականը նշել է նաեւ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը իր հետ կբերի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, քանի որ ինչպես ինքն է նշում, Թուրքիայի նախապայմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ 4 տարի առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան մտան երկարատև ու մաշող պատերազմի մեջ։ Հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարվածներ, էներգետիկ ու լոգիստիկ ենթակառուցվածքների թիրախավորում, տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ երկու կողմում, միլիոնավոր փախստականներ։ Ով է ավելի ուժեղ դիրքում հիմա, ըստ փորձագետների, Ռուսաստանն ունի որոշակի ռազմավարական առավելություն, կարողանում է պահել ճնշումը եւ դանդաղ առաջխաղացումներ գրանցել։ Երկարաժամկետ պաշտպանունակության եւ տեխնոլոգիական հարմարվողականության առումով Ուկրաինան պահպանում է կայուն պաշտպանական դիրքը եւ կարող է երկար ժամանակ դիմակայել արտաքին աջակցության պահպանման դեպքում։ Եվրոմիությունը բնականաբար ցանկություն ունի պատերազմը դադարեցնելու եւ պատժամիջոցներ իրականացնում, Միացյալ Նահանգներն ուզում են, որ պատերազմը իր ուզած ձևով ավարտվի։ Եվրոմիությունը փողը տալիս է, Միացյալ Նահանգները զենքը վաճառում է։ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ երևում է Կիևի Բանկովայա փողոցում գտնվող նրա բունկերը, Ուկրաինայի նախագահի գրասենյակը եւ մինիստրների կաբինետի ղեկավարություն գրությամբ ցուցանակները։ Զելենսկին պատմել է, որ 2 տարի ապրել է բունկերում, աշխատել նախագահի գրասենյակում։ Շատ բաներ հենց այստեղ են արվել։ Մենք նախկինում երբեք չենք ցուցադրել այս օբյեկտը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ազդեց Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի վրա եւ անվտանգության եւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական մակարդակներում։ Ռուսաստանի հիմնական ռազմական եւ քաղաքական ռեսուրսները կենտրոնացած են ուկրաինական ուղղությամբ, ինչը նվազեցրել է նրա ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը օգտվեց աշխարհաքաղաքական պատուհանից ամրապնդելով իր դիրքերը, մինչդեռ Հայաստանը կանգնեց անվտանգության նոր մոդել որոնելու անհրաժեշտության առաջ։ Թուրքիան եւս մեծացրեց իր ազդեցությունը էներգետիկ քաղաքական մակարդակում։ Ռուսաստանի Դաշնությունից կապիտալի եւ մասնագետների հոսք սկսվեց դեպի Հայաստան 2022-ից 23-ի ընթացքում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտի աճ, առևտրաշրջանառության մեծացում Ռուսաստանի հետ։ Ռուսական որակյալ աշխատուժները, որ պատերազմի հաջորդ օրերին եկան Հայաստան, տասնյակ հազարավոր։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները կարողանային համապատասխան խելք ունենային, համապատասխան մասնագիտական կարողություններ ունենան, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ռուսական այդ որակյալ աշխատուժը Հայաստանից չհեռանա։ Եվ առաջիկայում սպասվելիք բանակցություններին ընթառաջ ռուս-ուկրաինական քարամյա պատերազմի ֆոնին սենսացիոն տեղեկությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի եւ Վիետնամի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պլաններ ունեն Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել։ Դա ըստ Մեդվեդևի ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ։ Только что появилась информация от нашей службы внешней разведки. Մեր արտաքին հետախուզության ծառայությունը հենց նոր տեղեկություն է ստացել, որ Անգլիան եւ Ֆրանսիան պլանավորում են միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Ուկրաինա։ Մենք հիանալի հասկանում ենք դրա հնարավոր հետևանքները։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ եւ մենք բազմիցս նշել ենք նման քայլերի հետևանքները։ Неоднократно называли. Քաղաքագետների դիտարկմամբ, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի, ռուսական ազդեցությունը կարող է շարունակել թուլանալ տարածաշրջանում, արևմտյան ներգրավվածությունը կարող է խորանալ տարածաշրջանի, մրցակցությունն էլ կսրվի։ Պատերազմի սառեցման դեպքում Ռուսաստանը կփորձի վերակենտրոնանալ Հարավային Կովկասում։ Հայաստանը կհայտնվի ավելի մեծ քաղաքական ճնշման տակ։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Նիկոլ Փաշինյանն էր խորհրդարանի ամբիոնից հայտարարել, թե Հայաստանի ու Բաքվի էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են, փոխադարձ հնարավորություններ ստեղծելով երկու երկրների համար։ Խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի համակցման մասին, ամենայն հավանականությամբ նշանակում է որոշակի բարձրավոր էլեկտրական գծերի վերաթողարկում, ենթակայանների մոդեռնիզացիա եւ ի վերջո Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանք։
Իսկ սինխրոնիզացնել հնարավոր է, միավորել հնարավոր չի։ Ադրբեջանի գեներացիոն հյուսությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը իր հերթին թուրքական լրատվամիջոցներին ասել է, թե Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում եւ օգտագործել այս ուղղությամբ առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի այնպես, որ բոլորին օգուտ բերի։ Ըստ էներգետիկ ոլորտի մասնագետների, սակայն Հայաստանի դեպքում համակարգերի միավորման անհրաժեշտություն չկա։ Կարելի է կառուցել առանձին ինքնուրույն գործող համակարգեր, օրինակ Հայաստանից կարճ գծով դեպի Թուրքիա։ Խորհրդային Միությունից մնացած գործող համակարգ կա, որը կարելի է գործարկել։ Այդ հայտարարությունների հետևում, ըստ Մանվելյանի, թաքնված է Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրամիության եւ նաեւ Միացյալ Նահանգների պնդումը, որ Հայաստանի ատոմակայանը պետք է փակվի։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանը, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։ Ըստ Մանվելյանի, կա նաեւ պահանջ դադարեցնել կամ սահմանափակել ռուսական գազի ներմուծումը Հայաստան, մինչդեռ Հայաստանի ջերմաէլեկտրակայանները աշխատում են հենց ռուսական գազով։ Այս պայմաններում Հայաստանը փաստացի հայտնվում է էներգետիկ կոլապսում։ Եվրամիությունը ծրագրեր առաջադրում Հայաստանը, որոնց պահանջներից մեկն է, որ Հայաստանը հրաժարվի ռուսական գազի։ Հարևան 4 երկրների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է։ Նախարարի պնդմամբ սա կապահովի հայաստանյան էներգահամակարգի կայունությունը։ Տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա։ Դավիթ Խուդատյանը հայտնել է, թե այս տարի շինարարության մեկնարկի համար պայմանագրեր կունենան շինարարական ընկերությունների հետ։ Խուդատյանը հայտնեց, որ այդ հարցով նաև թուրքական կողմի հետ են բանակցել։ Ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել ժամկետների եւ տեխնիկական լուծումների մասով, այս պահին աշխատանքներ որպես ամփոփում իրականացված չի։ Տնտեսագետներից շատերն էլ նշում են, որ Ադրբեջանն այս պահին հետաքրքրված չէ Հայաստանի հետ էներգետիկ համակարգեր շահագործել։ Ճիշտ հակառակը, փորձում է առանձին համակարգեր կառուցել, շրջանցելով Հայաստանի էներգահամակարգը։ Եվ եթե այդ էլեկտրահաղորդման գիծը անցնի Մեղրիի տարածքով 44 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, դա Հայաստանի էներգետիկ համակարգի մաս չի դառնալու, լինելու է ինքնավար օղակ։ Ժնևում ընթացող զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին Հայաստանը մասնակցում է դիտորդ պետություն կարգավիճակով։ Նշելով այդ մասին արտգործնախարար Միրզոյանը նաև կարևորել է զինաթափման համաժողովի պատմական նշանակությունն ու դրա առանցքային դերը միջազգային խաղաղությանն ու անվտանգային ամրապնդման գործում։ Իր ելույթում Միրզոյանը անդրադարձել է նաև հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին եւ գործակցությանը։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված բեկումնային առաջընթացից հետո Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից եւ Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ համատեղ հռչակագրի ստորագրմամբ Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման եւ տարածաշրջանային համագործակցության նոր էջ։ Ներկայիս պայմաններում իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զարգանալու փոխկապակցվածությունը, առևտուրը եւ վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման եւ տարածաշրջանային համագործակցության խթանման գործում։ Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանական, շարունակվել է եւ հնարավոր է ավելի մասշտաբային համատեղ զորավարժություններ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Նա ընդգծել է, որ ներկայում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թեհրան նույնպես ցույց է տալիս երկրների հարաբերությունների զարգացում եւ այցի շրջանակներում կխորացնի երկկողմ համագործակցությունը։ Դեսպանը նաեւ շեշտել է, որ Հայաստանի ու Իրանի սահմանը միշտ եղել է խաղաղության սահման, իսկ ռազմական համագործակցությունը հիմնված է պատմական կապերի, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության պահպանման վրա։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը արտացոլում է հարաբերությունների խորացումը եւ ներառում է գործակցության ժողովրդավարության, իրավունքի գերակայության, տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության, թվային փոխակերպման, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։ Ռազմավարական օրակարգը նաեւ նախատեսում է աջակցություն Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալական եւ տնտեսական ինտեգրմանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Եվրամիության Global
Global Gateway ծրագրի եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարեւորությունը, ինչպես նաեւ նշել, որ Եվրամիության դիտորդական առաքելության ապագան կքննարկվի Երևանի եւ Բրյուսելի միջև հաշվի առնելով խաղաղության գործընթացի զարգացումները։ Հայաստան-Ադրբեջան գործընթացում արձանագրված դրական քայլերը նույնպես արժանացել են Եվրամիության ողջույնին, հայտարարել է Հարավային Կովկասի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում։ YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը, այս մասին հայտարարել է Փաշինյանը, նշելով, որ սա լավ հնարավորություն է վիզուալ բովանդակություն ստեղծողների համար իրենց ալիքներում ցուցադրվող գովազդների միջոցով եկամուտ ստանալու համար։ Վարչապետի խոսքով այս քայլը նպաստում է Հայաստանի գլոբալ ինտեգրմանը եւ կարող է խթանել տեսողական բովանդակության որակի բարձրացումը հաշվի առնելով հարթակի բարձր չափանիշները։ Այսօր հենց 2026 թվականին Հայաստանում լավ կյանքը հասանելի է։ Այս մասին ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց, որոնք կարող են եւ ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում անկախ տարիքից։ Եվ ընդհակառակը լավ կյանքը հասանելի չէ ցանկացած մարդու համար, ով որպես լավ կյանք տանող ճանապարհ չի որդեգրում կրթությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է ազգային ժողովի ընտրությունների մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը, ինչը համապատասխանեցվել է ընտրական օրենսգրքի պահանջներին, հաստատելով առաջին 30 տեխնացուների հաստատման կարգը։ Հանձնաժողովը նաև սահմանել է բոլոր ընտրական գործընթացի մասնակիցների, տեխնացուների, վստահված անձանց, դիտորդների, հանձնաժողովների անդամների եւ այլ անձանց վկայականների ձևերը։ Ավելին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերի նախահաշիվը 4 միլիարդ 450 միլիոն 688 հազար դրամ, որից 1 միլիարդ 800 միլիոն 296 հազար դրամը նախատեսված է տեղամասային հանձնաժողովների անդամների աշխատավարձերի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանրաբեռնված է աշխատել 2025-ին, քանի որ հաստիկներն ամբողջությամբ համալրված չեն եղել։ 12.9%-ով ավելի շատ գործ են քննել 2025-ին, նրանցից 617-ը կարճվել են, 273-ը ուղարկվել է դատարան։ Դատարան են ուղարկել գործեր, որոնք վերաբերում են վարչապետ, նախագահ, նախարարներ, վարչության պետերին։ Գործերի մեծ մասն էլ առնչվում են ներկայում աշխատող պաշտոնյաներին, ոչ թե նախկիններին։ Ինքի մարզպետը օրինակ որոշում է ստորագրել փետրվարի 9-ին, երբ որ արդեն այդ կարգավորումները գործել են, եւ այդ որոշմամբ գումար է բաժանվել քաղաքացիներին, ովքեր աջակցության համար դիմել են մարզպետարանին։ Օրինակ այս գումարի բաժանումը կարելի է եւ որևէ բան չի ենթադրելու կոնկրետ մի ուժի համար։ Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը բաշխվել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի բաշխումը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ներգաղթային վիզայի դիմորդների համար։ Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն Միացյալ Նահանգների դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից։ Բուժզննում անցնելը պարտադիր է ներգաղթային վիզա դիմելու համար, հիշեցնում են դեսպանությունից։ Վարորդները դժգոհում են դառնում են առցանց հարթակների խաբեության զոհը, իսկ պետության հարկեր են վճարում չհասկանալով թե ինչու։ Գործադիրը ծանոթանում է փաստաթղթերին, խոստացել են արձագանքել եկող ամսվա ընթացքում, այդ թվում մյուս բոլոր պահանջներին։ Կառավարության պատասխանից պարզ կդառնա, թե հաջորդիվ ինչ քայլերի կդիմեն։ Մինչ այդ արձագանքը պլանավորել են առաջիկայում հավաքվել առցանց տաքսիների հարթակները սպասարկողների գրասենյակի առջև։ Պետությանը դժգոհ ունենք, որ 5% մուծում ենք, չգիտենք ինչի համար ենք մուծում։ Հիմա թող բացատրեն, 2 ժամ զրույց ենք ունեցել, 2 ժամ 6 վարորդներով ու սաղսը բացատրում ենք իրավիճակը, իրանք դաժե անկնկալի եկան, դե իրանք անկնկալի եկան, որ իրանք իրոքից ասում են տեղյակ չեն։ Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ պետական սահմանից ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային հսկողությունից թաքնված դեղորայք։ Ուղևորների ՑԱՏ-ի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են մոտ 50 կիլոգրամ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։ Փաստի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը ժամանել է Կիև պատերազմի սկսվելուց ի վեր 10-րդ անգամ։ Այս մասին X-ում գրել է Լայնը։ Նա նշել է, որ այցի նպատակն է վերահաստատելու, որ Եվրոպան անսասան կանգնած է Ուկրաինայի կողքին, ֆինանսական ռազմական առումով եւ այս դաժան ձմռանը ընդգծելու անսասան նվիրվածությունը Ուկրաինայի արդար պայքարին։ Ուկրաինան ակնկալում է, որ Եվրամիությունը կոնկրետ որոշումներ կկայացնի իր ապագա անդամակցության վերաբերյալ։ Կիևը կարծում է, որ գործընթացի հետաձգումը պատերազմի եւ Ռուսաստանի կողմից ճնշման պայմաններում ստեղծում է լրացուցիչ ռիսկ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին նշել է, որ ցանկանում է կոնկրետ ամսաթիվ եւ խնդրում է Եվրամիության այլևս չհետաձգել այս որոշումը, որպեսզի ուկրաինացիների հաջորդ սերունդը չհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ կարգելափակի Ուկրաինայի անդամակցությունը։ Ուկրաինական կողմի տեսանկյունից ինտեգրման հետաձգումը երկարաժամկետ ռիսկեր է ստեղծում երկրի համար։ Վաշինգտոնը բաց է պահում բոլոր տարբերակները Իրանի հարցում միաժամանակ հորդորելով այդ երկրին բանակցել համաձայնագրի շուրջ։ Հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Նա վերահաստատել է, որ Թրամփը նախապատվությունը տալիս է դիվանագիտական լուծմանը, սակայն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են արտակարգ իրավիճակների ծրագրերով, եթե Իրանը հրաժարվի համաձայնության գալ։ Այն հարցին, թե արդյոք ռազմական հարվածները շարունակում են դիտարկվել, Հեքսեթը պատասխանել է ամեն ինչ սեղանին է Իրանի կողմից խելամիտ կլիներ լավ գործարք կնքել, հավելել է նա։ Իրանը պետք է գործարք կնքի։ Իրանը հնարավորություն ունի գործարք կնքելու։ Դա այն արդյունքն է, որին նախագահը կտա նախապատվությունը։ Մեր գործն է տրամադրել տարբերակներ, եւ մենք տարբերակներ կունենանք նախագահի համար, եթե Իրանը որոշի գործարքի չգնալ։ Ես կարծում եմ, որ Իրանի կողմից խելամիտ կլիներ լավ գործարք կնքել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը մտահոգություն է հայտնել Իրանին Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր հարվածի վերաբերյալ։ Նա այս հայտարարությունն արել է Իրանին հարվածելու ռիսկերի եւ դժվարությունների, մասնավորապես Ամերիկայի ներգրավման հնարավորության վերաբերյալ ներքին քննարկումների ժամանակ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, չնայած Վենսը կտրականապես դեմ չէ ռազմական գործողություններին, նա հույս ունի, որ դիվանագիտությունը, այդ թվում Ժնևում կայանալիք բանակցությունները կարող են հանգեցնել առաջընթացի, չնայած այդ հարցում նա չափազանց լավատես չէ։ Մոսկվայի հյուսիս-արևելքում Սավելովսկի կայարանի շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Մահապարտ ահաբեկիչը ոստիկանական ավտոմեքենայի ուղղությամբ նետել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Հարձակման զոհ է դարձել ճանապարհային ոստիկանության աշխատակիցը։ Ըստ նախնական տեղեկությունների, հանցագործը նույնպես զոհվել է դեպքի վայրում, եւս 2 ոստիկան հոսպիտալացվել են։ Իրանի բանակի ուսումնական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սպահանի նահանգում Միրգ բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում, 2 օդաչուները մահացել են։ Հզոր ձնաբուքը հարվածել է Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքին Մերիլենդից մինչև Մեն, ստիպելով միլիոնավոր մարդկանց մնալ տանը ուժեղ քամու եւ բքի նախազգուշացումների, տրանսպորտի դադարեցման, ինչպես նաեւ դպրոցների եւ ձեռնարկությունների փակման ֆոնին։ Օդերևութաբաններն ասել են, որ փոթորիկն ամենաուժեղն է վերջին տասնամյակի ընթացքում։ Պաշտոնյաները արտակարգ դրություն են հայտարարել։ Մեքսիկայի Պուերտո Վայլյարտա քաղաքի բանտից անկարգությունների ժամանակ փախել է 23 կալանավոր։ Նրանց հանցակիցները կրակ են բացել բանտի վրա, ապա մեքենայով մխրճվել դարպասների մեջ։ Իշխանությունը 23 կալանավորի համար խոզարկության օրդեր է տվել։ Նրանց տեղեկությունները փոխանցվել են դաշնային իրավապահ մարմիններին։ Անվտանգության ուժերի անցկացրած հատուկ գործողության ժամանակ, հիշեցնենք, սպանվել է երկրի ամենաազդեցիկ կարտելներից մեկի ղեկավար Էլ Մենչոն։ Այդ լուրից հետո Խալիսկոյում եւ առնվազն 8 այլ նահանգներում անկարգություններ են սկսվել։ Փետրվարի 23-ին Չարենցի փողոց Այաթնովայի պողոտախաչմերուկում բախվել են Տեսլան, Մերսեդեսը, Հոնդան եւ էլեկտրական Volkswagen ID4-ը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Նախնական տեղեկություններով վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը։ Նա մեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Մերսեդեսին, վերջինն էլ Տեսլային։ Վթարի հետևանքով բարեբախտաբար չկան։ Փետրվարի 24-ին դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի 9 շենքի դիմաց կայանված Մազդայում։ Մեքենայի առջևում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու մեքենայի սեփականատերը։ Հետո ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հանգամանքները բարձվում են։ Գոնե ստեղել փոսալցման են։ Իսկ փոսերի թեման շարունակում է ակտուալ մնալ, վարորդներն էլ շարունակում են շրջանցել այս կամ այն վարչական շրջանում ի հայտ եկած փոսերը։ Արաբկիր վարչական շրջանի Արգուտյան փողոցում նմանատիպ փոսերին թիվ ու հաշիվ չկա։ Անվահեծանները կոտրվում են, անիվները վնասվում։ Արգուտյան փողոցում մեքենաների շարժը բավականին մեծ է, օր առաջ այստեղ փոսալցման կարիք կա։
Այդ քոնես փոխե, բքանա տավտես հանետարե փոսերի միջից։ Այստեղ նույնպես գրեթե ամեն օր վարորդները կամ ավտոմեքենաների անվայեցաններն են կոտրում, կամ էլ անիվներն են պայթում։ Միայն մեկ շաբաթվա ընթացքում բարեկային ծառայության Երևանի գնդի բարեկները այս փողոցում 20-ից ավելի վթարներ են ձևակերպել, բարեբախտաբար առանց զոհերի եւ վիրավորների, բայց վարորդներին պատճառվել են նյութական վնասներ, թե անվադողերի հետ կապված, թե ավտոմեքենաների հետ կապված։ Մարդը չգիտի որ փոսից փախցնի։ Նման փոսեր են առաջացել նաև Արարատի մարզում, այդ թվում նորաբաց Դարակերտ ճանապարհին։ Վարորդները չգիտեն երթևեկելիս որ փոսը կարողանան շրջանցել։ Արարատի մարզի 20-ից ավելի գյուղերի բնակիչներ հուսով են, որ պատկան մարմինները տեսանյութը տեսնելուց հետո օպերատիվ կգործեն։ Հակառակ դեպքում պատրաստվում են դիմել կտրուկ քայլերի։ Քանդած փոսերը ո՞նց են ստանցնում։ Մի կերպ